Ողջույն եւ բարելույս հանաբազորյա հացի սիրելի ընտանիք։ Այսօրվա մեր սերդողության թեման է Մատթեոս Ավետարանի 9-րդ գլխու 9-ն 15 հատվածները, որը մեր օրվա ընթերցանությունն է։ Հետևե ինձի։ Մատթեոս Արաքյալի գոչումը անոնցմե մեկն է սիրելիներ, որ Աստվածաշունչի ամենաբարձ ու նույն ժամանակ ամենախորում պատկերներեն մեկը կներկայացնե։ Դեր Հիսուսը անցնելով ճանապարհեն կտեսնե Մատթեոսը Մաքսավորը եւ բարձրապես գսե անոր հետևե ինձի։ Այս խոսքի մեջ կա զորեղ հրաման, նաեւ քաղցր հրավեր։ Կա դատապարտման բացակայություն եւ ներողամտության լիություն։ Եվ Մատթեոսը այդ պահին իսկ թողնելով ամեն ինչ կհետևի Տեր Հիսուսին։ Այս պատմության խորքը մտնելով կտեսնենք Տեր Հիսուսի սրտի խորունկ ցանկությունը մարդոց բրգելու եւ բժշկելու։ Մատթեոս Մաքսավոր էր, մեղավոր մարդու դիբար։ Ժողովրդի աչքին անիկա մարդ մներ, որ գործված էր, որուն հետ ոչ ոք չեր ուզեր նույնիսկ գործ ունենալ։ Բայց Տեր Հիսուս անոր մեջ տեսավ ոչ թե անցյալի մեղավորը, այլ ապագայի սուրբը։ Տեսավ մարդուն հոգին, որ փափակ ուներ փրկության եւ փոփոխության։ Հետաքրքրական է նաև, որ Տեր Հիսուսը չի բավարարվիր միայն Մատթեոսին կանչելով, ան կնստի եւ կընտրե բազմաթիվ մեղավորներու եւ մաքսավորներու հետ։ Այդ ընտրիկը կդառնա սկիզբ նոր կյանքի բոլոր անոնց համար, որոնք կհասկնան իրենց մեղավոր վիճակը եւ կփնտրեն բժշկություն։ Սակայն փարիսեցիները այս տեսնելով կհարցնեն աշակերտներուն. Ինչու ձեր վարդապետը մեղավորներու եւ մաքսավորներու հետ կճաշե։ Մատթեոս 9:11։ Այս հարցումի մեջ կբացվի մեծ ճշմարտությունը։ Ոմանք եկեղեցին կտեսնեն որպես վայր արդեն իսկ արդարներուն եւ կատարյալներուն համար։ Սակայն Տեր Հիսուսը կշեշտե այս մոտեցումը ասելով. առողջները բժշկի պետք չունին, այլ հիվանդները։ Ես չեկա արդարները կանչելու, այլ մեղավորները։ Մատթեոս 9:12-13։ Սիրելիներ, այս խոսքերը մեզի ուղղված են այսօրալ, որպես անձեր, որպես հավատացյալներ եւ առավել եւս որպես եկեղեցի։ Տեր Հիսուսի եկեղեցվո դռները բաց են բոլոր անոնց առջև, որոնք կգիտակցին իրենց մեղավոր վիճակը, կփապակին թարմանվիլ եւ փոխվիլ։ Եկեղեցին սուրբերու ակումբը չէ, այլ մեղավորներու հիվանդանոցը, ուր ամեն հոգի կստանա այն հոգևոր տեղը, որ միայն Աստված կրնա տալ։ Այսօր եկեղեցին եւ ժողովուրդը կգտնվին մարտահրավերներու առջև, ուր հաջող կդատենք եւ կքննադատենք իրար, մոռնալով Տեր Հիսուսի սրտին իրական նպատակը բժշկել եւ բրգել։ Կքննադատենք եւ կհերացնենք, փոխանակ հրավիրելու եւ բուժելու։ Բայց մենք կանչված ենք հետևելու Հիսուսի օրինակին, տեսնելու մեղավորի հոգին, ոչ թե իր մեղքը, հասկանալու մարդուն սրտի ցավը եւ մատուցելու անոր Աստծո սերը, որ կբուժե եւ կվերականգնե։ Հարց տանք մեզ. արդյոք կհետևենք Տեր Հիսուսի այս բարձ օրինակին։ Արդյոք մեր եկեղեցիներու դռները իսկապես բաց են բոլոր անոնց առջև, որոնք կփնտրեն ճշմարիտ դարման եւ փրկություն։ Արդյոք կլսենք Տեր Հիսուսի ձայնը, երբ կկանչե մեզ ասելով. հետևե ինձի, սիրե մեղավորը, բրգե գործվածը, բուժե հիվանդը։ Եկեք սիրելիներ, այսօր վերանորոգենք մեր ուխտը Տեր Հիսուսի հետ։ Ոչ թե դատենք, այլ սիրենք, ոչ թե հերացնենք, այլ ընդունենք, ոչ թե փակենք, այլ բանանք մեր սրտերը բոլոր անոնց առջև, որոնք փափակ ունին Աստծո ողորմության եւ բժշկության։ Անաբազորյա հացի սիրելի ընտանիք, այսօր նույն հրավերը եւ նույն պատգամը մեր առջև կդրվի մեր եկեղեցվո այս ծանր օրերուն։ Տեր Հիսուսի կանչը այսօր ավելի հստակ է, քան երբևէ։ Մեր եկեղեցին այսօր ալ կգտնվի դժվար եւ ցավալի օրերու մեջ, երբ ոմանք, որոնց վստահված էր հոգևոր հովությունը, մեղքի եւ բարոյական անկումի մեջ ինգած են,
վնաս հասցնելով եկեղեցու հեղինակության եւ հավատացյալներու վստահության։ Այսօր կլսենք եւ կտեսնենք, թե ինչպես եկեղեցու որոշ սպասավորներ փոխանակ հոգևոր բժիշկներ ըլլալու իրենք իսկ դարձած են հոգևոր հիվանդության գրողներ եւ տարածողներ։ Եվ այս ցավալի իրողության առջև կանգնած շատերը կհարցնեն, ինչպես պարիսեցիները, ինչպես կրնա այս մարդը Աստուծո մասին խոսիլ, եթե ինքը մեղքի մեջ է։ Սակայն Տեր Հիսուսի պատասխանը նույնն է նաև այսօր։ Եկեղեցին չի պատկանիր միայն արդարներուն, այլ հիվանդներուն, մեղավորներուն, որոնք բուժման կարիք ունին։ Եկեղեցին այսօր կգտնվի ճգնաժամի մեջ, քանի որ շատ սպասավորներ մոռացած են իրենց իրական գոչումը եւ ծառայության սրբությունը։ Բայց պետք չէ մոռանալ, որ Տեր Հիսուս եկավ ոչ միայն մեղքը բացահայտելու, այլ մեղավորը ապաշխարության եւ վերականգնումի առաջնորդելու համար։ Ամպարոյականության, գեղձիկի, իշխանադենչության եւ խաբեության մթնոլորտը, որ այսօր գդիրե մեր եկեղեցու մեջ, մեզ կհիշեցնե պարիսեցիներուն եւ մաքսավորներու պատմությունը։ Կտեսնենք մարդիկ, որոնք կփորձեն իրենց մեղքը ծածկել, դատապարտել ուրիշները, խուսափելով իրենց մեղքի ընդունումեն եւ ապաշխարութենեն։ Սակայն այս վարքագիծը ոչ միայն չօգներ, այլ ավելի կխորացնե ճգնաժամը, կառաջացնե հուսահատություն եւ հավատքի գորուստ մեր ժողովրդի մեջ։ Ուստի այսօր ավելի քան երբևէ կարիք ունենք Տեր Հիսուսի ցայնը լսելու եւ անոր յետևեն ինձի եկուր կամ հետևե ինձի կանչին հնազանդելու։ Մեր եկեղեցին կարիք ունի անկեղծ ապաշխարության, բացահայտ ու վճռական քայլերու մաքրելու համար այս աղտոտվածությունը եւ վտանգի, որը կամ վտանգի տակ կտնեն ամբողջ համայնքը։ Եկեղեցու բադիվը չի փրկվիր մեղքերը ծածկելով, այլ միայն անոնցմե զղջալով եւ անկեղծ սրտով ապաշխարելով։ Սիրեիներ, Տեր Հիսուսը գուքա այսօր մեր եկեղեցու դռները զարնելու, խնդրելով, որ հրավիրենք զինք մեր սրտերու մեջ, որպեսզի բժշկե մեր վերքերը, նորոգե մեր հոգիները եւ մաքրե մեր համայնքը։ Եկեք մենք ըլլանք անոնցմե, որոնք կհետևին Տեր Հիսուսի կանչին, մերժելով մեղքն ու ամպարոյականությունը, որոնք կդգարացնեն մեր հոգևոր կյանքը։ Գոչ կնեմ բոլորիս, որ վերադառնանք մեր իրական գոչումին, դառնալով ոչ միայն խոսքով, այլև գործով Տեր Հիսուսի ճշմարիտ հետևորդները։ Թող մեր եկեղեցին ըլլա իսկապես ապաշխարողներու եւ բուժվողներու տուն, ուր գիշխե Աստուծո սերը, արդարությունը եւ ողորմությունը։ Այդժամ միայն մենք կարող ենք ըլլալ դուրս գալ ներկա ճգնաժամեն եւ վերագտնել մեր հոգևոր հավատարմությունը, մաքրությունը եւ իսկական վկայությունը Հիսուս Քրիստոսի կենթանի ներկայությանը։ Ամեն։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը հանդիպելու հույսով կողջունեմ ձեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ձեզ բոլորդ։